ճակատագրի հետ տենց խաղան։ Այդ մարդկանց ճակատագիրը խեղեցիք, այդ մարդկանց ընդեղից բերել տվեցիք, եկեք ստեղ հակարիի կամուրջը բացեք, չեք թողնում որ դուրս գան, այդ մարդկանց ընդեղից հանեցիք այն հույսով, որ պետքա բերեք ստեղ միտինգի մատերիալ սարքեք ձեր տրամաբանությամբ, տեսակ չեք կարում, այսօր էլ ասում է վերադարձ, ժողովուրդ ջան, կլինի դուք ոչ մի բան չնախաձեռնեք առհասարակ, անկեղծ եմ ասում, ոչ մի բան մի նախաձեռնեք ուղղակի, Տիկին Վարդան, ասում եք, ինչ ասում եք, սուտ եք ասում, պարզմա սուտ է։ Հուլիսի 10, Քրիստինե Վարդյանը իր Facebook-յան էջում գրում է. Սիրելի հայրենակիցներ, հայտնում ենք, որ դաշնակցականների տների խուզարկության արդյունքում որևէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել։ Արգրաված բոլոր զենքերը օրինական են, նկարներում պատկերված առարկաների մեծ մասը, այդ թվում նռնականման առարկան նախատեսված է ստրայքբոլ խաղի համար Սիսեռի հատիկներով է, ճիշտ է։ Հիշեցնեմ, որ սենց նկար էր հրապարակվել, ակնհայտ մարտական F1 էր ես նկարում, բայց դե ասեցի լավ, կարող շատ նման պլաստմասից սարքել են, Տիկին Վարդանն ասում է ստրայքբոլ խաղալու համար է։ Եղավ փորձաքննությունը, պարզվեց մարտական F1 նռնակա, որի խոցման շարավիղը եթե ինչ 100 մետր է։ Հիմա Տիկին Վարդան հարց, քանի անգամ եք մարտական F1 նռնակով ստրայքբոլ խաղացել օրինակ։ Հիմա պատրաստ եք մարտական F1 նռնակով ստրայքբոլ խաղալ։ Ձեր խմբակցությունը, օրինակ, չգիտեմ, գնաք ազգային ժողովի մի հատ մութ անկյունում, պատվալում, օրինակ, մարտական F1-ը քաշեք, գցեք ու ստրայքբոլ խաղաք։ Խաղացել եք հեչ, եղել է տենց դեպք։ Հաջորդը ասում է, այդ գյուլելու բանը, տեսակ, մարդիկ ընդամենը սուրճի սեղանի շուրջ, քննարկում, անից ասում, որ չգիտեմ, էլի քննարկում է, թե արդյոք կրուասանը ճիշտ է առավոտ ուտելը, թե ամեն դեպքում ածխաջուրն ու ճարպը մեջը շատ է։ Մա սուրճի սեղանի շուրջ ընդամենը քննարկում էին, ում է պետք գյուլել, ոնց է, ինչ եք խոսում։ Մարդիկ, ասում է, բանը, քննարկում էին դեզերտիրներին գյուլել։ Այդ դեզերտիր բառը տեղ որտեղ տեսակ։ Այն մեկը են տերտերը ասում է բան, պետք է գյուլել նրանց, ովքեր մեր քարոզչությանը չեն տրվում, այն հետի թայն էլ ասում է բան, ոչ, պետք է մերոնցից սկսել, տանելու ենք փողի վրա նստեցնենք, ամեն դեպքում խնդիր կա։ Այդ փողի վրա նստեցվողների մեջ դեզերտիրը որտեղ տեսակ։ Մարդիկ ակնհայտ խոսում են, մեկը խոսում է քարոզչությանը չտրվողներին գյուլելու մասին, թայն էլ խոսում է բանի մասին, որ պետք է գյուլել նրանց, ում որ ձերոնցից են, բայց տանելու են փողի վրա նստեցնեն, որպես դաս էլի յանի, չգիտեմ, ինչ որ տենց մի բան։ Բայց ակնհայտ է, որ ոչ դեզերտիրների մասն է, ոչ բանի մասն է, այո, ես օրինակ ինձ մեր գործընկերների շատ են թվացել է, որ խոսքը գնացել են ինչ-որ պաշտոնյաներ գյուլելու մասի, սխալ է թվացել, ու ինչ ավելի վատ է, որովհետև Հələ մի բանը մեզ գյուլելու միտք ունենային ջանդամ, հա, կասենք, բայց փաստորեն իրանց այդ չհամաձայնված կամայական քաղաքացու գյուլելու մասին է խոսքը գնացել։ Կամայական քաղաքացու գյուլելու մասին է խոսքը գնացել։ Ձերոնցից ում որ պետքա տանեին փողի վրա նստածներին, իրանցից սկսած կամայական քարոզչությանը չտրվողներին գյուլելու մասին է գնացել խոսքը։ Հաջորդ ասում է կեղծա, շինծույա Իրանց գործընկերը, որ ասում եք դուք, ձեր գործընկերը նստած էր բաներ, կներեք, այդ գործընկերը, որ նստած էր բաներ, իսկ մեզ հարցեր էլ, մենք ուզում ենք, որ Երևանի փողոցներում կյանքի համար վտանգավոր բաներ շախտան մեքենաների, ակերի տակ։ Այդ մտածել է, որ այդ փողոցով ես կարամ իմ ընտանիքով երթևեկեմ, ինձ այդ հարցը տվել է, որ ես հիմա պետք է ինչ-որ տենց ապրումակցում կամ նման բաների եք ինչ-որ փորձում հղում անել։ Ասում է դատավճիռ եք կայացնում, ինչ ձերբակալություն լնում է, ինչ կալանավորում լնում է, ինչ գործ որ բացվում է, իրանք միանգամից վերդիկտը իրանց էջերում ճպացրած, ասում են չի կարող ուղղակի տենց բան լինի, անհիմն է, անմեղ է, էսա այն է, բայց հակառակ կարծիքի դեպքում այ դա արդեն չի կարելի, որտեվ չի կարելի տենց, չի կարելի ու վերջ, այդ ձեր լոգիկայով։ Հիմա ձեզ ուրիշ հարց եմ տալի, այն ստրայքբոլը հասկացանք, որ պատրաստ չեք մարտական F1-ով ստրայքբոլ խաղալ, ինչը շատ ողջունելի է։ Ինչը շատ ողջունելի է, որ պատրաստ չեք մարտական F1-ով ստրայքբոլ խաղալ, դա նշանակում է, որ դաշնակցության շարքերում այնուամենայնիվ ողջախոհության նշույլներ դեռ կան։ Բայց ինչև է, աստղիկների մասին, մարդիկ հստակ քննարկում են, նախ մի հատ ֆիքսենք հետևյալը, 2 ամսից ավել է դատարանը տվել է թույլտվություն բոլոր ձայնագրությունների ամբողջական
ները հրապարակեն փաստաբանները։ Այսքան ժամանակ են մի ողորմելի կտորն են հրապարակել, որը իրենց արգումենտացիան ոչ թե ուժեղացրել, այլ թուլացրել է իմ ընկալմամբ ու վերջ։ Մնացած բոլոր ձայնագրությունները դատապաշտպանների կողմից չհրապարակվելու փաստով ես ընդունում եմ ու ընկալում եմ ու պնդում եմ, որ հետևում է դրանից, որ ամբողջական են, կոնտեքստից կտրված չեն, դատապաշտպանները դրանց կոնտեքստին ավելացնելու ոչինչ չունեն ու հետևաբար հարց որ ձեր գործընկերը այն մյուս պոտենցիալ ահաբեկիչների հետ քննարկում էր, թե ոնց պետքա Ford Mach-ի մեքենայի մեջից գերանների արանքով Երևանի փողոցներում այդ աստղիկները նետեն։ Հետո քննարկում էր, որ այդ աստղիկը ոչ թե մեքենայի ակը ծակում է, որտեղ ակը կարա ծակվի, նորմալ է, բոլտա մտնում, բանա մտնում, ակը թեթև դանդաղ թսկում է, ոչ մի բան չի խանգարում, այս ասում է ճղում է։ Իսկ երբ որ ընթացքի ժամանակ մեքենայի ակը ճղվում է, ինքն էլ դիմացի ակը, դա միանգամից վթարային իրավիճակ է։ Հնարավոր բան, այտենց ողբերգական ու մահացու ելքով, կարա եւ այտենց լինի։ Հիմա հարց եմ տալի։ Ձեզնից քանիսն է պատրաստ, ասենք փողոցում այտենց աստղիկներ սարքենք, որ մեքենայի ակը ոչ թե ծակում, այլ ճղում է, ասենց շարենք փողոցում։ Ձեր ընտանիքները վերցնեք այդ փողոցով երթևեկեք 60 արագության տակով է պատրաստ։ Դա մարտես խմբակցությունից, որ դրան պատրաստ է։ Հարց եմ տալի։ Հայաստան խմբակցություն ձեր հետ եմ, այտենց մարդ կա, որ պատրաստ է դրան։ Չկա, որովհետև այտենց մարդ, ու դա նորմալ է, որ չկա։ Դա նորմալ է, որ չկա տենց մարդ, որտեղ հոգեկան հիվանդը մենակ համաձայն կլներ դրա։ Բայց ես խիա թվում, որ դուք ձեր ընտանիքներին սիրում եք, դուք պատրաստ եք ձեր ընտանիքների հետ տենց երթևեկել, կարելի է Հայաստանի Հանրապետության կամայական քաղաքացիների ակերի տակ տենց բան նետել։ Ու ստիպել, որ Հայաստանի Հանրապետության կամայական քաղաքացիները դրա վրով անցնեն։ Իրանց ընտանիքների կյանքը ռիսկի ենթարկել։ Այդ խիա թվում, որ ձեր արունը կապույտ է, ձեր ընտանիքների արունը կապույտ է, մնացածինը կարմիր է ու իրանք ոչ մի բան են։ Իրանց կյանքը նշանակություն չունի։ Ոնց է ստացվում, որ այդ լոգիկայով ձեր այդ գործընկերները քաղբանտարկյալ են դառնում։ Երբ որ հստակ խոսակցությունը կա, կոնտեքստը կա, մոնտաժված չի, կտրված չի, ամբողջականացված չի, ոչ մի բան ավելացված չի։ Ինչ է ասում։ Ասում եմ, բայց ես վերջում ասացի եղբայր, չէ։ Խնդրում եմ, տեղից մի խոսացեք, հա։ Ես ներողություն եմ խնդրում։ Իսկ դուք падգամավոր եք եւ տեղից մի խոսացեք։ Խնդրում եմ, ընդունեք ու խոսեք։ Ես թույլ տվեք ասեմ, որ սրիկայությունն է նման բան պլանավորելը, ավելին ասեմ, շանտղությունն է նման բան պլանավորելը, ամենավերջին անբարոյականությունն է նման բան պլանավորելը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքը, կամայական քաղաքացիների կյանքը, հասկանում եք, այդ փողոցով ոչ մեկ գարանտիա չունի ով է անցնելու։ Ուղղակի ինչ որ մեկը կարող է ձեր աջակիցը, կարող է դուք, որ չիմանաք դրա մասին։ Կարող ձեր ամենամոտ ընկերը, ձեր եղբայրը, ձեր քույրը, չգիտեմ, այդտեղով երթևեկի ու տենց մի բան տեղի ունենա։ Դուք հիմա եկել եք մեզ ասում եք դուք մարդ եք բանանում, քաղբանտարկյալներ են նրանք, դատավճիռ եք տալ, եք տալ։ Եկներեք կարող է ասենք ինչ որ տենց բան ենք, էլի մտավոր հետամնացի տպավորություն ենք թողում, որ չլսենք ու չհասկանանք թե ինչ է խոսացվում այդ տեքստի մեջ առհասարակ։ Ժամերով դրանց քննարկում են, թե ոնց պետք է այդ աստղիկները լցնեն